Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախ նշեմ, որ այդքան էլ համաձայն չեմ այստեղ հնչեցված տարբեր կարծիքների եւ տեսակետների եւ պնդումների հետ, կփորձեմ տալ իմ բարձաբանումները։ Քրեակատարողական ծառայությունը արդեն ինչպես իսկ իր բարձաբանման նշել էր, ստացել էր համապատասխան տեղեկություններ այն մասին, որ Բարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը ցանկացել է առավել նպատակ ունենալով առավելություններ ունենալ Ես հիմա խնդրում եմ ընդհատեք, ես կբարձաբանեմ։ Առավելություններ ունենալ մնացած ազատազրկված անձանց նկատմամբ, փորձել է խաթարել տևական ժամանակ խաթարել քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքը եւ ներկայացրել է անօրինական պահանջներ, միաժամանակ կոչ անելով, որ մնացած ազատազրկված անձիկ էլ միանան այդ անօրինական կոչերին։ Նման տեղեկատվությունը ստանալուց հետո քրեակատարողական օպերատիվ վարչությունում տեղեկությունները ստուգվել են, ուսումնասիրվել են, քննարկվել, որի արդյունքում որոշում է տվյալ պարակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել մեկ այլ քրեակատարողական հիմնարկ, ոչ թե առևանգել, որի իրավունքը քրեակատարողական ծառայության աշխատակիցները ունեն օպերատիվ անվտանգային եւ այլ նկատառումներից ելնելով ուսումնասիրելով ամբողջ տեղեկատվությունը կարող են տեղափոխել անձանց մեկ այլ քրեակատարողական հիմնարկ։ Ինչ վերաբերվում է հատուկ նշանակության բաժնի աշխատակիցներին, այս մասով ասեմ, որ նման ի սկզբանե նման որոշում չի եղել։ Ես դա վստահաբար ասում եմ եւ պնդում եմ, քանի որ նման որոշումը կայացնելու գործընթացի ժամանակ ներկա չեն գտնվել հատուկ նշանակության բաժնի աշխատակիցները։ Նրանք միացել են գործընթացի միայն այն ժամանակ, երբ որ ի աջակցություն նշված դատապարտյալների մնացած ազատազրկված անձիկ սկսել են խոչընդոտել տեղափոխման գործընթացին, աղմկել են, հաղակել են, խցերի դռներին հարվածել են, այդ իսկ պատճառով էլ համապատասխան ներքին կանոնակարգի իրավիճակը այդ անհանազանդության այսպես ասած կոչերը հանդարտեցնելու եւ իրավիճակը կայանացնելու համար ստիպված միջամտել է գործընթացին հատուկ նշանակության ծառայությունը եւ միաժամանակ բացվել են խցերը կատարելով խուզարկություններ։ Օրենքով սահմանված կարգով, այո, քրեակատարողական ծառայության աշխատակիցները, երբ որ ունենում են կասկածներ, որ դատապարտյալները կամ կալանավորված անձիկ հնարավոր է գործընթացին խանգարեն, խոչընդոտեն կամ խոչընդոտեն առհասարակ բնականոն կարգին ու պայմաններին, այդ ժամանակ այո նրանք կարող են իրականացնել խուզարկություններ։ Ինչ վերաբերվում է ձեր նշած այրման կտորի հետ դեպքի հետ կապված, ես հիմա չեմ կարող ասեմ կոնկրետ նման տեղեկատվություն հստակ չունեմ, նման այդ այրված կտորը համապատասխան փաթեթավորվել է, այդ գործի շրջանակներում կազմված փաստաթղթերի համապատասխան ներկայացվել է քննչական բաժին եւ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ եւ ճիշտն ասած չեմ կարող միայն առավոտյան եմ տեղեկացել, այո, ափսոս որ չգիտեմ, որովհետեւ դա շատ կարեւոր պայման էր, այո, եւ բայց ես շատ նաեւ ուրախ եմ, որ հարուց նախաձեռնել է քրեական վարույթ, որի շրջանակներում համապատասխան որակում կտարարքի եւ ինչպես արդեն բավականաչափ ժամանակ նշվում անընդհատ ոչ իրավաչափ կամ իրավաչափ, այստեղ մենք չենք կարող տվյալ իրավիճակին գնահատական տալ, որովհետեւ մենք ոչ մեկս ներկա չենք եղել, բայց նախաքննության ընթացքում բնականաբար նախաքննական մարմինները եւ հարուցված հոդվածի արդեն իսկ հատկանիշներով պայմանավորված մեզ համար պարզ կլինի նախնական որակում տալ եւ գնահատել տվյալ իրավիճակը։ Ինչ վերաբերվում է մարմնական վնասվածքների մասով, նշեմ, որ այո, մենք ասում ենք, որ ֆիզիկական ուժ գործադրելը դուք անընդհատ տանում եք ծեծի, ոչ ֆիզիկական ուժ գործադրել դա չի նշանակում ծեծ, որովհետեւ հատուկ նշանակության աշխատակիցները դրա համար անցնում են մասնագիտական վերապատրաստումներ, սովորում հնարքներ տարբեր տեսակի ֆիզիկական ուժի գործադրման, որը այս պարագայում խոսքը ձեռքի ոլորման մասին է, հնարքի մասին է։ Ամեն դեպքում վնասվածքներ եւս արձանագրվել են։ Ես ասեմ այդ ընթացքում ես կխնդրեմ լսեք ինձ, հետո խնդիր չկա ձեր արձագանքները կարող եք ասել դա ձեր իրավունքն է։
ֆիզիկական ուժ գործադրելու ժամանակ, երբ որ հատկապես ֆիզիկական ուժ գործադրելու ժամանակ դու բախվում ես ականայի դիմադրության ազատազրկված անձի կողմից, բնականաբար ես չեմ հերքում, որ կարող է լինել այո եւ կապտուկներ եւ վնասվածքներ, բայց փառք Աստծո, 3 դատապարտյալներ ներկայացրել են համապատասխան միջնորդություններ, նրանք բացի այն, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի բուժ հաստատությունում են հետազոտվել եւ ռենտգեն հետազոտության արդյունքում հիմնավորվել է, որ վերջիններս մարմնական վնասվածքներ չեն ստացել, այդ երեկո նրանք երեքն էլ տեղափոխվել են նաեւ համապատասխան քաղաքային բուժ հաստատություն, որտեղ նույնպես հետազոտվել են, ենթարկվել ռենտգեն հետազոտության եւ Էրեբունի բժշկական հաստատություն եւ փաստաթղթերով նշված է համապատասխան, որ նշված մարդկանց մոտ կոտրվածքներ չեն եղել, այլ ընդհանրապես եղել են վնասվածքներ, որոնք այո, պետք է այդ վնասվածքները չէին կարող չլինել։ Բնականաբար այդ քաշքշուկի ժամանակ